Բարելույս, Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք 3 փետրվարի 12-ի երեկոյան բերման ենթարկված հակ ակտիվիստները բաժանմունքում շուրջ 4 ժամ պահելուց հետո ազատ են արձակվել։ Ոստիկանները նաև բռնություն են գործադրել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ եւ խլել նրա հեռախոսը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պատրաստած տեսանյութերում։ Իսկ այսօր փետրվարի 13-ին ժամը 17-ին Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում տեղի կունենա Civitas հիմնադրամի կազմակերպած Հայաստանի այսօրն ու վաղը քննարկում։ Կյանքընթարաճը նշվում է վաղը փետրվարի 14-ին։ Եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ։ Տոնը նշվում է անփոփոխ փետրվարի 14-ին, պարզապես փետրվարի 13-ի երեկոյան, ըստ եկեղեցու օրացույցի սկսվում է նոր օր, որ ընթացքում Սուրբ Սեղանի կանթեղից լույսը վերցրած մարդիկ գնում են իրենց տները, իսկ նորապսակները ժողովրդական ավանդույթի համաձայն վառում են խարույկներ եւ թռչում դրանց վրայով։ Լեհաստանում այն զույգերին, ովքեր նշում են իրենց ամուսնության 50-ամյակը, մեդալ է շնորհվում։ Այսպիսի գնահատումներ ուրիշ երկրներում էլ կան, օրինակ Մեծ Բրիտանիայում 60 տարի համատեղ կյանքով ապրած զույգերին թագուհու կողմից նամակ է ուղարկվում, բայց միայն Լեհաստանում է, որ նախագահական մեդալ է շնորհվում։ Այս սովորությունը սկսվել է դեռ 1960-ական թվականներից։ 1980 թվականին Լեհաստանում ամուսնությունների 13%-ը ամուսնալուծությամբ էր վերջանում։ Այս թիվը 2012 թվականին 32% էր։ Իսկ Երևանում այս պահին զրոյց ցածր 5 աստիճան է, ծանոթացեք Եղանիկ Տեսյանը ամբողջ Հայաստանում։